Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր ապրիլի 12-ն է, ու չնայած նրա, որ հիմնական թեման Իրանն է, Իսլամաբադում ընթացող բանակցությունները մտան փակուղի, 24 ժամ տեղի ունեցան, այս հարցն ենք քննարկելու, ինչ սպասել, ինչ կլինի, ինչ հարցեր էին քննարկվում, ով ինչ էր պահանջում, բայց սկզբում կրկին ուզում եմ անդրադառնալ երեք Սամվել Կարապետյանից հանրահավաքին. տեսնում եմ, որ հիմա ամբողջ համացանցը, սոցիալական ցանցերը քննարկում են այդ հայտարարությունները, հանրահավաքը եւ այստեղից շատ կարեւոր ասելիք է իմ մոտ առաջանում։ Նախքան դա կոչ եմ անում անպայման լայքել, սիրելի հայրենակիցներ, ասեմ, որ ձեր ձեռքերում է, թե ինչ ձևով է տարածվում մեր հաղորդումը եւ դրա համար խնդրում եմ եւ կոչ եմ անում անպայման լայքել, բաժանորդագրվել, եթե մինչեւ հիմա չեք բաժանորդագրվել եւ սեղմել նաև զանգակը բաժանորդագրվելուց ու եթե հնարավոր է, եթե դժվար չէ, մի քիչ շատ եմ պահանջում, գիտեմ, գրեք նաև ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ։ Սկսում ենք։ Ուրեմն երեք առաջին կարծիքը իմ հայտնեցի Սամվել Կարապետյանից հանրահավաքի վերաբերյալ։ Եվ տեսնում եմ, որ իմ գնահատականները բավականին ճշգրիտ էին, երբ որ համեմատում եմ տարբեր մարդկանց, փորձագետների գնահատականների հետ։ Նախ հանրահավաքը այդքան մեծաթիվ չէր մարդկանց քանակով, եթե համեմատենք նախկինում ընդդեմ Փաշինյանի իշխանության տեղի ունեցած հանրահավաքների, այսինքն առնվազն մի քանի հանրահավաք նախկինում ավելի մարդաշատ են եղել, քան այս հանրահավաքը։ Եվ սա շատ բանի մասի է խոսում, կրկնեմ, կարող է ապագայում այդ հանրահավաքի թվաքանակը ավելանալ, բայց այն, որ այսօր այդ չափի էր, ես չեմ կարծում, որ այն կարողանա գերազանցել նախկինում արդեն հասած ռեկորդներին, այսինքն մեծ հաշվով շատ բան չի փոխվել Հայաստանում այս 4-5 տարիների ընթացքում։ Բնական է, որ յուրաքանչյուր իշխանության ռեյտինգը հիմնականում գնալով նվազում է, բայց քրիտիկական փոփոխություններ ես համոզված եմ, որ մենք չպետք է տեսնենք ընտրությունների ժամանակ։ Հաջորդ հարցը։ Ես երեք խոսեցի այն մասին, որ ամենայն հավանականությամբ արհեստական բանականությամբ էր սարքած այդ ելույթը։ Ամենայն հավանականությամբ։ Հիմա տեսնում եմ նկարներով, թե ինչպես ոնքերը Սամվել Կարապետյանի սև են, այդտեղ սպիտակ։ Եվ ընդհանուր առմամբ իր միմիկաներն են նկարած, իր դեմքի ձևը շատ մեծ տարբերություն կա։ Սա էլ փաստենք եւ ասեմ, որ ես ավելի լավ մոդելներ գիտեմ, այսինքն արհեստական բանականության մոդելներ, որոնք որ ընդհանրապես չեն աղավաղում երեսը, ձայնը ավելի ճշգրիտ է, բայց չեմ ասել։ Մենք փորձել ենք, դուք գիտեք, մենք թարգմանել ենք նաև մեր եթերները։ Հաջորդը, այն գաղափարը եւ խոսույթը, որ մեր սիրտն է Արարատ լեռը եւ Սուրբ Էջմիածինը, հայ առաքելական եկեղեցին, ասեմ, որ այնպես չէ, որ միայն իրենց սիրտն է դա, անձամբ իմ սիրտն էլ է Արարատ լեռը։ Իրենք ուզում էին Փաշինյանի հայտարարությանը կապնել, որ ինքը հրաժարվում է Արարատ լեռից։ Բայց արիք մի փոքր խորանանք։ Նույնիսկ Աստվածաշնչի մեջ է ասված, որ մարդիկ կան, որոնք որ կարող է ավելին տեսնեն, մարդիկ կան, որ կարող է ավելի պակաս տեսնեն։ Բնականաբար այդ հայտարարություններով աշխատում են նրանց վրա, ովքեր որ ավելի պակաս են տեսնում, եւ ավելին տեսնողները պետք է փորձեն հասարակության, այդ թվում լրագրողներ, փորձագետներ բացատրել, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը։ Փաշինյանի ասածը այն է, որ Արարատ լեռը չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ինքը շատ յուր օրինակ է արտահայտվում, այնպես չէ, որ իր արտահայտած մտքերը կամ ընդհանուր մտքին, որ ուզում է բերել հայ ժողովրդին, դա ինձ ընդունելի է, այսինքն այդ ճանապարհը, որով որ փորձում է Փաշինյանը հասցնել ժողովրդին իր միտքը, ինձ համար էլ անընդունելի է, բայց ընդհանուր գաղափարը ընդունելի եւ հասկանալի է։ Ինչի մասին է խոսքը։ Կրկնեմ, երբ որ ինքը խոսում է, թե Արարատ լեռը մեր լեռը չէ կամ մեզ չի պատկանում, կոնկրետ ասում է, որ այն գտնվում է Թուրքիայի տարածքում։ Ինչի համար է դա ասում։ Քանի որ պատկերացրեք, ահա այսպես, Արարատ լեռը Ռուսաստանի ձեռքերում դարձել է մի կարմիր կտոր, որով որ ինքը կարող է թափահարել կատաղի ցուլի առջև։
Մոտավորապես ահա շատ վատ համեմատություն եմ անում, բայց կարծում եմ տեղին է։ Եվ Փաշինյանը ասում էր, որ մենք ահա այդ կարգավիճակից պետք է հրաժարվենք։ Արարատ լեռով մեզ փորձում են հակադարել Թուրքիային։ Բայց դա չի նշանակում, որ Արարատ լեռը պետք է դադարի մեր սիմվոլը լինել։ Ես համոզված եմ, որ եթե Փաշինյանը մի փոքր այլ ոճ ընտրեր, մի փոքր այլ ձևով փորձեր բացատրել ժողովրդին, դժվար թե կարողանային իր խոսքերից կախվել եւ հետո իր խոսքերը իր դեմ օգտագործել, բայց Փաշինյանի ոճն է դա, եւ Փաշինյանը բազմաթիվ այդպիսի հայտարարություններ է արել։ Հիշում եք, երբ որ նա խոսում էր Շուշիի մասին, ասում էր դժբախտ դժգույն մի քաղաք է, այդտեղ էլ ուզում էր նկարագրել նա այն, որ Շուշին ոչ ոք չէր կառուցում։ Շուշին ուղղակի ազատագրել եւ այդպես էլ թողել էին։ Քանդված, ջարդված, անմարդաբնակ մի մռայլ տեղ էր դարձել ցավոք սրտի Շուշին։ Եվ դրա համար էլ այսպես ամեն ինչ ավարտվեց։ Բայց ժողովուրդը այլ կերպ հասկացավ, չեմ ասում գլոբալ ժողովուրդը, նրա հակառակորդները ասում էին, տեսեք ինչ է ասում նա Շուշիի նկատմամբ։ Կարծում եմ պարզ է ամեն ինչ։ Հաջորդը, ինչ վերաբերվում է հայ առաքելական եկեղեցուն։ Այստեղ միանշանակ կարծում եմ յուրաքանչյուր նորմալ մարդ կարող է ասել եւ հակադարձել, որ հայ առաքելական եկեղեցին մեզ համարել է սրբություն, մեզ համարել է կարևոր սիրտ, կարևոր մի սրտի մաս, բայց ոչ կտրիչներ Սիսյանը, կրկնեմ, հայ առաքելական եկեղեցին մի համեմատեք այսօրվա կաթողիկոսի հետ։ Սակայն պարզ է նաև այն, որ այդպիսի հայտարարությունները ուղղակի փորձում են ազդել խաղալ մարդկանց զգացմունքների վրա։ Հաջորդ հարցը, որ մենք պետք է ամուր լինենք Մոսկվայում, ես կարծում եմ ինքը ամուր էր Մոսկվայում, մինչև այս ամենի տեղի ունենալը, մինչև Հայաստան գալը։ Ինքը շատ ամուր էր, եւ ավելի ամուր իրենից ամուր կարծում եմ որևիցե հայ չկար Մոսկվայում։ Վաշինգտոնում ամուր լինելու կամ Պեկինում կամ Լոնդոնում կամ այլ վայրերում սա ուղղակի քաղաքական հնարք է, շատ թեթև փոքրիկ հայտարարություն, որը որ մեծ հաշվով որևիցե բան չի նշանակում եւ չի կարող նշանակել։ Յուրաքանչյուր նորմալ գրաքետ խելացի մարդ հասկանում է, որ հիմնականը իր ասածի մեջ այդտեղ Մոսկվան է, առանցքայինը Մոսկվան է։ Եվ այդպիսի հայտարարություններ անելով, այդպիսի ելույթներ պատրաստելով, չգիտես ինչերի միջոցով, ես կարող եմ ասել, որ Հայաստանի վարչապետ դառնալը դա միանշանակ մեծ խնդիր եւ աղետ կդառնա Հայաստանի Հանրապետության համար։ Համեմատում են Իվանիշվիլիի հետ, հասկանում եմ ինչու են համեմատում, ինչպես են համեմատում, բայց Իվանիշվիլին խոսել գիտե, կարողանում է տեսախցիկների առջև կանգնել եւ խոսել։ Սա բնականաբար Իվանիշվիլիին գովելու համար չեմ ասում, բայց համեմատելու բան չէ։ Իրոք համեմատելու չեն նրանք։ Եվ միանշանակ ի վնաս մեզ համեմատելու չեն նրանք։ Նույնիսկ համեմատելու չեն։ Նույնիսկ։ Կարծում եմ հասկանում եք, թե ինչ եմ ասում ես։ Դե ինչ, անցնենք Իրանին։ Երեք մենք խոսել ենք, մի քանի հաղորդում ենք պատրաստել, թե ինչպիսի բանակցություններ են ընթանում Իսլամաբադում, Պակիստանի մայրաքաղաքում եւ տեսանք, որ 3 փուլ բանակցությունների տեղի ունեցավ Իսլամաբադում։ Կային տեղեկություններ, թե այդ բանակցությունները ուղիղ չեն, բայց վերջում հաստատվեց, որ ուղիղ են, նույնիսկ ձեռքսեղմում է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտու փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ ազգային ժողովի Իրանի նախագահ Գալիբաֆի միջև։ Սակայն ինչպես պարզվում է, հիմնական խնդիրը, հիմնական հարցը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից առաջ քաշված դա այն է եղել, որ ուրանը պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգները վերցնեն, տանեն Իրանից։ Եվ երկրորդը, ամենակարևոր հարցերից մեկը, որ Հորմուզի նեղուցը պետք է բացվի եւ Իրանը այլևս չպետք է սպառնա իր հարևաններին։ Իրանը հրաժարվել է եւ արդեն Ջեյ Դի Վենսը վերադառնում է Վաշինգտոն։ Դրանից առաջ նա հայտարարությամբ է հանդես եկել, ասելով, որ շատ վատ է, որ այս ձև ավարտվեցին բանակցությունները, բայց շատ ավելի վատ է Իրանի համար։ Այս խոսքերից մենք հասկանում ենք, որ պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի։ Եթե նորմալ առողջ տրամաբանության հետևենք, հիմա այնպիսի բաներ են տեղի ունենում, որ սիրելի հայրենակիցներ 100%-ով ոչ ոք ոչինչ չի կարող ասել։
Այսինքն ոչ միայն մենք ենք խճճվում, բոլորն են խճճվում։ Եթե նորմալ տրամաբանությանը հետևենք եւ սկզբից էլ ամեն ինչ այդպես էր ցույց տալիս, որ դժվար թե բանակցություններում ինչ որ առաջընթաց լինի, պատերազմը կվերսկսվի։ Սա թե լավ է թե վատ է մեզ համար։ Ասել եմ, չէ, ինչի է լավ, ասել եմ, ինչի է վատ։ Ահա այս ծերի ավարտը պատերազմի այս հարաբերությամբ միանշանակ թույլատնելու էր եւ շատ լուրջ էր թույլատնելու Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքերը տարածաշրջանում, ինչը խնդիրներ է ստեղծելու TRIP ծրագրի համար, հայ-ադրբեջանական կարգավորման համար, ինչպես նաեւ Հայաստանի անկախության ինքնիշխանության համար, քանի որ Ռուսաստանի ազդեցությունը նույնպես ավելանալու էր, ամրապնդվելու էր մեր տարածաշրջանում։ Սա գոնե կրկին հույս է առաջացնում, որ կարող է ամեն ինչ այլ ելք ունենա, բայց նույն ժամանակ բազմաթիվ նաև վտանգներ ու խնդիրներ է իր մեջ պարունակում, եթե պատերազմը սկսվի, բայց կարծում եմ ամեն դեպքում մեզ համար շատ կարևոր է, որ ահա այս առաջին արդյունքները, որոնք որ գրանցվեցին 40 օրերի ընթացքում, փոխվեն, քանի որ սրանք միանշանակ վնասեն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ նրանց ներկայության, հետեւաբար վնասեն նաև մեզ։ Հարցը այն է, որ Իրանը չի հրաժարվում վերահսկել Հորմուզի նեղուցը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջում էր, որ Իրանը հրաժարվի, հետո կար պահանջ, որ արիք համատեղ վերահսկենք, բայց Իրանը ասում է, չէ, մենք ենք վերահսկելու, մենք փող ենք վերցնելու։ Դե ատոմային ծրագրի մասով, ուրանի մասով նույնպես արդեն նշեցի։ Եվ զուգահեռաբար երեք տեսանք, որ Նետանյահուն մի մեծ քարտեզի առջև ներկայացնում էր, թե ինչ ունեն անելու Լիբանանում կամ Իրանում, ասում էր, որ մեր անելիքները դեռևս չեն ավարտվել, այսինքն Նետանյահուի հայտարարություններից էլ պարզ է դառնում, որ դեռ նրանք շատ լուրջ թիրախներ ունեն Իրանում։ Խոսվում էր այն մասին, թե ինչպես խորն են նրանք ռումբերը թաքցրել, նաև հարստացված ուրանը իրենց ատոմային ծրագիրը սարերի տակ, եւ հիմա նպատակը դա է լինելու, որ ոչնչացնեն այդ ուրանը։ Հիմնականում սա է, սիրելի հայրենակիցներ, ամենակարևորը, ուղղակի խնայեմ ձեր ժամանակը, մի երկու կարևոր տեղեկություն եւս հայտնեմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հրամանատարությունը հայտնում է, որ իրենք արդեն անցնում են Հորմուզի նեղուցի մաքրման աշխատանքներին, երեկ էլ են նրանք այդ գործողությունը սկսել իրենց նավերով, ես խոսել եմ այդ մասին։ Իրանցիները իրանական աղբյուրները պնդում են, թե իբր իրանական կողմը զգուշացրել է եւ անօթաչու սարքեր է ուղարկել այդ նավերի ուղղությամբ, ինչից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների նավերը շրջվել են եւ հետ են վերադարձել, բայց ես կարծում եմ, որ իրոք Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսում է ինչ որ չափով Հորմուզի նեղուցի մաքրման աշխատանքները եւ ահա այդտեղից կարող է եւ վերսկսվել պատերազմը։ Եվ վերջում նաեւ կարևոր է նշել, որ բավականին մեծ եւ նոր լարվածություն է առաջանում Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ։ Մեկը մյուսին մեղադրում են, Իսրայելը եւ Թուրքիան քաղաքական հայտարարություններով են հանդես գալիս, մեղադրում են, Թուրքիայից անվանում են Նետանյահուին նոր Հիտլեր, խոսում են միջազգային դատարանի որոշման մասին, ասում են, որ նա ցեղասպանություն է իրականացնում, իսկ Նետանյահուն վիրավորում եւ անպատվում է Ռեջիպ Թայիպ Էրդողանին։ Բավականին լուրջ լարվածության աճ կա այս երկու երկրների միջև։ Այսինքն այն կար, բայց հիմա լրիվ այլ մակարդակի վրա է բարձրացել այդ հարցը։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։